Բարի ողջույն սիրելի յութուբյան հետևորդներ, հունիսի 20-ին և 21-ին Երևանի անգլիական այգում Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բակում տեղի էր ունենում շների մրցույթ Dogfest փառատոնը, որտեղ մասնակցում էին տարբեր ցեղատեսակների շներ, ցույց տալով իրենց շնորհքը։ Տեղի ունեցավ շների վարժեցման ցուցադրում, և շները ցույց տվեցին իրենց հմտություններն ու շնորհքը։ Իսկ այգում տիրում էր խաղաղ մթնոլորտ, որտեղ և մարդիկ և շները զբոսնում իրենց ժամանցն էին անցկացնում խաղաղ համակեցության պայմաններում, ոչ մի արտակարգ միջադեպ չգրանցվեց, երևում էր, թե ինչպես երեխաները սովորում էին շների ներկայությանը, չցուցաբերելով ոչ մի վախի դրսևորում։ Այսպես ձևավորվում և օդում տարածում էր գտնում մարդկային սիրո և բարի վերաբերմունքը կենդանիների հանդեպ, և երեխաները տեսնելով այսպիսի օրինակ, կյանքում կձևավորվեն իբրև բարի մարդ, բարի քաղաքացի, հոգատար կենդանիների հանդեպ։ Միջոցառումը անցավ և երաժշտության հնչյունների ներքո, և բազմաթիվ խաղերի կազմակերպմամբ և շների հմտությունների ցուցադրմամբ, սակայն շների անգամ ներկայությունը, նրանց խաղաղ զբոսանքը, մարդկանց հետ շփումը, յուրաքանչյուր երեխայի մոտեցումը շանը, շան հանդեպ սիրո դրսևորումները, այս ամենը կյանքի և սիրո արտահայտման մի առանձին դրսևորում էր։ Այս անոնսում ներկայացրեցի իհարկե միայն համառոտ պատառիկներ, սակայն ինչպես նշեցի, միջոցառումը երկօրյա էր և իր մեջ ներառում էր շատ մեծ ասելիք, և միջոցառումը շատ բազմազան էր և բազմաբնույթ։
խուզականում ասում։ Հիմա հարցատալի։ Ալեքսանդր Ատվեջիկը, հիմա հետո։ Դա պասի ինձ տողնա ես տողնի պատասխանը գնա։ Я уже отвечала. Հիմա տեսեք, ես Բորիս դուք ինչ կարող եք ցուցադրել։ Հա։ Թաթիկը ի՞նչ է եղել։ Ռուկա։ Հիմա այսպես, քանի որ երեխաները հոգում են, հետևյալը, ամենաշատ տարի Так как я это новичку снимала для кастрации, чтобы заплатить, и заодно Այդ ցանի, դու եք անում ես գլխարկը հանի, այդ նստում են սոփի ացը, կակ անում ես ոչ, ես անում Հիմա կոշիկը անում են, ծուսը վերևում տանում են, ոստիկը աշն է առաջին անում, ես աշն է, հիմա տես, մեր երեխեքի կողնեն ձեզ, մեր երեխեքի չենք նովի բորդիկ կայնեք ստենք, բայց դուք ինչ նորմալ ես դուքից, երեխեքի կոշիկները համեցին ստեղ, սպասի երեխեքի կտանեն, մարդ ջան կգաս, հիմա տեսեք, եթե նկարում եք նկարեք, պարում եք եկան հրահանգավոր եք ձեր շունիկին մոտենա, երեխեք մորանակ, ընտրում եք ով լավ արեց, ոստիկանությունը թե մասնավոր ծառայությունը որերի վերապատրաստվել է և աշխատել է էլի ծառայողական բույթի տերային ու Նեստուղա չեք գնա, եկեք հավաքեք երեխեքի կոշիկները միմիակ տարեք, տվեք, Տարադադամ, կոշիկներն ենք պանում, նոր դոգվես գալից առաջ հաջորդ տարից գուշպեր, են գլխարկ են մի ատել էլ դնում, տես որ մի երեխեն հրաժարվես կոշիկը չտվիր։ Խարկ տվեց։ Ինչի չտվիր կոշիկը։ Առաջադրանքը ավելի տարբերվող տարածք տվեք, էլի ոչ։ Այո, հիմա տարածքա պետք է։ Ունենամ գնալու մի շուշուչ քաշելու այդ ընթացքում։ Հիմա տեսեք, խնդրում եմ մարդկանց կոշիկներից հերվանալ, прошу, люди добрые, отойдите от этих У нас здесь гиперэксперимент. Если кто не понял, то мы дали свою обувь. Собака сейчас будет изучать и потом искать, чья это обувь. Երեխեք, ոստիկանական ծառայող շունը սկսում է իր աշխատանքը։ Էվա ջան շարունակի մի բան ասա։ Եվ մոտենում է լոտ 1 կոշիկի։ Եվ նա նստեց, տեսնենք ինչ է կատարվում, հաջորդը։ Ահա, ֆիքսեց առաջինը, երկրորդը ֆիքսեց, երրորդը, չորրորդը, 5-ից շեղվեց, 5-ը դուր եկավ։ Այո, այնտեղ երեխաները շաշուն է մոտենում, ոստիկանական շանը մոտենում է կոկեր առանց ձգապոկի։ Այո, այո։ Ուշադիր եղեք, ձեր կենթանիներին հորդորում ենք եւ խնդրում ենք Ես իշտով շները չեն հասկանում, նարնջագույն կոշիկը Արնոյի կոշիկն է, ժողովուրդ։ Ո, այս Արնոյի կոշիկը շպրտեցին էսկոմ ենկոմ արդեն։ Ահա, ինչ-որ բան է տեղի ունենում,
Haman 5 մասնակցի կոշիկի շուրջ։ Եվ Հետ եք վերադառնում։ շուրը վերադառնում։ Տվեք միկրոֆոնը փոխանցեք մեր ընկերոջ տես։ Հա, ժողովուրդ, շունիկը շեղվում է, խնդրում ենք հերու մի քիչ անցնեք շունիկից։ Ասեմ, ժողովուրդ ջան, տեսեք, մեզ տեղեկացնում են, որ շունիկը շեղվում է, որովհետև մարդիկ շատ են մոտենում, շները շատ են мոտենում։ Մենք կխնդրենք մի հատ նորից դա տեղի ունենա։ Ребята, еще раз, потому что когда вы подходите, собаке нужно сосредоточиться, чтобы понимать, что она делает. Ահա։ Окей. Տեսեք, ես գիտեմ արդեն ում կոշիկն է։ Ես գիտեմ կոշիկը ինքը տարբերվող կոշիկ էր, գազարագույն գույններ։ Հիմա ես հասկանանք ինչա լինում։ Հիմա ինչ ենք անում։ Տեղերով փոխում Տեղերով փոխում ենք, որպեսզի բարդացնենք ոստիկանական շունիկի աշխատանքը։ Իսկ ես մի հարց ունեմ։ Ինչքանով են օգտագործում շները իրանց բոլոր արտաքին ռեցեպտորները, այսինքն տեսողությունը, լսողությունը, այս իրավիճակում իհարկե առաջինը հոտն է։ Ով է ասում, մի հուշի, ով է ասում։ Այդ կարևոր բան է, այդ հարցին Ռոլանդը պատասխանում է, թե չէ։ Դե Ռոլանդ ջան, առաջի զգայարանները քանի գործողությունը կատարում է իրականում պրակտիկ ոստիկանության շունիկը, ասա ոնց է դա տեղի ունենում։ Առաջնահերթությունը տրվում է քթի աշխատանքին, երկրորդ տեղում նոր վիզուալ կապն է։ Այսքան վիզուալ կապը այսպես թե այնպես կարևոր է շունը։ Կարևոր է, բայց դա երկրորդ տեղն է զբաղեցնում։ Առաջինը քիթն է աշխատում։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն Ռոլանդ ջան, հիմա սպասենք։ Ներ տալիս, որպեսզի Բորիսը փորձի աշխատանքը կատարի, որի մի վարքյան էսի պրծնեն նոր։ Բորիս ջան, ինչ կասես, դու ոնց ես ներկայացնելու։ Իմ աշխատանքը մի քիչ տարբերվելու է, երեխեքին կխնդրեմ իրենց կոշիկները հագնեն։ Հա, օքեյ։ Այդ դեպքում երեխեք ջան, մեր շունը մանա գալու եւ գտնելու գնդակ, որը ես ցեզ եմ տալու, դուք ինքներդ որոշեք որ մեկի մոտ մնալու շունը Ուրեմն երեխեք ջան, ինչը վերաբերում է շանը, ընդհանրապես շնից չենք անհանգստանում, չենք վախենում, կարեք յուրաքանչյուր հարմար եւ անհարմար պահի մտեք շան բերանը, ինչ էլ անեք, այս շունը ձեզ որևէ վնաս չի տալու։ Այնպես որ այդ մասով լրիվ հանգիստ եղեք, այնպես որ համեցեք։ Մի վարքյան, նայեք ինչ ենք անում, դաս գնդակը։ Գնդակ, այս գնդակն է Բորիս ջան պահվելու։ Հիմա լսեք ինչ ենք անում, որ կռիվ չդառնա։ Ես տալիս եմ գնդակը քեզ եւ դուր ուրիշ մասնակցի։ Այո, ում ուզում ես տուր հիմա։ Տվեց, այո, ընտրությունը կատարված է։ Հիմա գնդակը պահի շունը չտենա, պահի։ Երեխեք, ես տեղեկացնեմ մի քիչ սումբուր եղավ, կոշիկը գտանք, Արնոյի կոշիկներ, գազարագույն, ես ասեցի, բայց մի անգամից չհասկացա, շունիկին գործը արեց, գնաց մի անգամից, Արնո ջան, դու քո կոշիկով այսենց նվերիկ ես ստանում, վերջապես ասա ուրա։ Ուրա։ Այո, բրավո։ Okay, հիմա ես կարամ եք ասում։ Հա։ Ժորդ, լմի վար։ Կոնը չի սերծը։ Անուններ էդ կգրես, գնա ենտար գրեն անունը։ Հիմա տեսեք։ Բորիս ջան, խնդրում եմ, արի նորմալ սա, սիրում պոպոս անենք, սա շեղմա։ Բեմի դիմաց երեխեքը կանգնում են, մեջքի հետևը կամ գրպանում պայի, բեմի դիմաց են գնում, շունիկի անունը ձեր։ Իրա, վա, ինչ գեղեցիկ անունակ, Իրան թող նախապատրաստվի, երեխեք շարքով կանգնեք և մեկնում եք իմոտ պայեք գնդակը, շատ մի երու գնա, հենց մեջտեղը կանգնի։ Եկեք մոտիկ արդեն արև չի, Արև չի, ամեն տեղ գնա կանգնի
Եվ սպասեք, եւ գլխավոր նվերը Մանանան, որն է տալիս մեր հաղթող շունիկին, կանգնեք, սպասեք նվերներին։ Մանանա, ուր ես։ Մանանա։ Ձեզ նվեր չենք տա, դուք գնացել էիք կեսից գործ։ Можно я пока скажу отдельное спасибо детям? Потому что были очень интересные вопросы. Большое спасибо, ребята. Они были непростые, они были на подумать. И я очень рада, что вы так интересуетесь этим миром. Спасибо большое, ребят. Վաու, տեսեք, հաղթող շունիկին ինչ մեծ է ասնում այսենց նվեր Մանանայի կողմից մեծ պարկը եւ բնականաբար ոստիկանների մասին էլ չմոռանանք, թեկուզ որ այս դեպքում երկրորդ տեղը գրավեցիք, բայց մենք միևնույնն է չենք մոռանա ձեր շունիկին, խնդրեմ եմ, սուպեր խնամք, nature protection, դա շատ կարևոր եւ հետաքրքիր հատկություն ունեն ընկերերը, երբ որակով են եւ իրancs մեջ պարունակում են վիտամիններ, միներալներ եւ բնականաբար միս, դա շատ կարևոր պահ է։ Շատ ժամանակ այս կերերը միս էլ չեն պարունակում էժան, բայց Մանանայի դեպքում nature product-ը անունն էլ է ասվում։ Մի վարքյան Ցեղային շանը դրսից են փրկել, իր անունը Ռեքսա, եւ Ռեքսը գտնում է իր նոր տիրոջը, որտեղ է իր տերը։ Խնդրեմ համեցեք այստեղ, ուրա, զապարեք։ Վահե դուք պատրաստ եք որդեգրել տարիքով ցեղային շուն։ Միանշանակ, ես Ավչարկաշան սիրահար եմ, շատ մեծ ուրախությամբ կորդեգրեմ եւ շատ լավ կպահեմ իրան։ Հրաշք։ Ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ, իսկ դուք գիտեք, որ Dogfest աջակցում է բոլորին, ով որդեգրում է շունիկներ։ Անչափ շնորհակալ եմ, շատ զգացված եմ։ Կարող եք դիմել յուրաքանչյուր օգնության աջակցության համար որևէ տաղավարի։ Այսօր այդպես չի լինելու, այսօր լինելու է ուռա։ Բոլորը, ովքեր ուզում են օգնեն Վահեին, այն կազմակերպությունները, ովքեր խոսք էին տալիս, ասում էին մենք կբերենք կերեր, մենք կտանք նվերներ, մենակ որդեգրեք։ Եկեք այստեղ, տեսնեմ, դուք ձեր խոսքի տերն եք, թե չէ։ Մոտեցեք։ Եվս մեկ անգամ սեթ։ Հապ առաջին է եկավ, հապ բարև։ Հապ ողջույն։ Բարև ձեզ։ 25000-ի նվերները։ 25000 վերեց հապ, ուռա, հաջորդը։ Շունիկին պահեք դրանցեք ձեզ Վահե ջան։ Մի վարքյան, հապ կանգնում ենք Վահեի կողքը, գնացիք, ստոպ։ Չէ, հախնում է։ All for pets-ը բերեց, ուզում է փախնի։ Ով այն չէ։ All for pets։ All for pets կազմակերպությունը մեզ լիվեց նոր։ Տեսնեմ, ես դուք տեսեք ինչա, ռուլետկաները, տրիոն ապրանքանիշի կերերն է, համովիկները, լիքը, ենքան շատ է, չեմ կարում ցույց տամ, այսով եկավ։ Ռանչո Սիրունիկից Արեգին ենք կանչում էստեղ, Արեգ ջան արի էստեղ Ռանչո Սիրունիկի։ Տակ խաղալիքը մի անգամից Սիրունիկին տանքը լը։ Ժողովուրդ, այդ բոլոր կազմակերպությունները, ովքեր խոստանում էին, որ որդեգրած շանը։ Այո, Ալևին է այստեղ, ուռա։ Նայ խոսքը աղջիկները վազում են մեր մոտ, ձեր անունը։ Իրեն ջան, ապրեք, որ այսքան հումանիստական եք։ Այո, շարունակում ենք։ Շնորհակալ ենք Իրանից։ Արեգն է եկել, Արեգը ձեզ նվիրում է իր մանկապարտեզում հյուրանոցում մեկ օրյա այց, որպեսզի դուք կարողանաք սոցիալիզացնել, ընտելացնել շունիկին։ Արեգ ջան, Վահենա, ծանոթացեք ձեր նոր հյուրը։ Ուրախ եմ։ Եվ մեզ հասավ մյուս Արեգը։ Ուրախ չէ, հպարտ եմ, որ կան Հայաստանում նման մարդիկ, հպարտ եմ։ Թե որդեգրողները, թե նրանց օգնողները, թե ամենի կազմակերպիչները, միած շրջվեք կողքերդ, նայեք ինչքան մարդ է հավաքված եւ սպասում է այս պահին։ Արեգ, դու ինչ ես առաջարկում հիշացրու։ Ես առաջարկում եմ զբոսանքի ծառայություններ ու որդեգրված շների համար մեկ զբոսանք անվճար տրամադրենք, նաև եթե նոր են շուն պահում, կոնսուլտացիա ցանկացած հարցում։ Տեսեք, նաև երեխաների կողմից իրոք շունիկին նկար ենք նաև մեկ մոտեցրել, այս նկարն էլ տունը կպահեք այսօրվա հիշողության համար, սա էլ ձեզ, որպեսի լավ լինի։ Տեսեք, որպեսի դուք անձրևին, շոքին չմրսեք, չշոքեք ձեզ գլխարկը մեր, գլխավոր սպոնսորից, նաև դուք ստանում եք անձրևանոց, որ անկարծ նեղություն չտա մեր անձրևոտ եղանակին, մեր գլխավոր հովանավոր պրոպլանին կրկին շնորհակալություն, ձեռքերում էլ տեղ չկա, երեխեք օգնեք իրան, բռնեք, այո, 4 կեր ենք ստանում գլխավոր ներկայացուցիչ կողմից,
Մենք բնականաբար դա կանենք, գնացինք, մի հատ վերջում ես ամբողջ տվերները ուզում եմ տեսնես, հա ինչ է։ Կախազարդ, ժորդ, կախազարդ, Տարեկ ջան շնորհակալություն, ես տեսնում եմ, կախազարդել ես տանում շունիկը, շարունակենք։ Առաջի տալիսմանն է լինելու։ Ես նաև Մանանադոգի կողմից եմ այստեղ մի պարկ մոտեցնում ձեզ, ես ամենը ձերն ա լինելու, այո բնականաբար, փոքրիկ համովիկներ, կերամաններ, այս ամբողջը ձեր շունիկը տանելու է հետը, շունիկի անունը նորից հիշեցրեք, Ռեքս, վայ մերսի վայ ջան, Ռեքսի համար, ապրեք շատ, այս ինչա Վճակաղվելու ժողովուրդ, ես խնդրում եմ մենք բոլորս ամեն մեկս մեր հոգում, մեր սրտում օրինակ վերցնենք Վահեից, որովհետև մեզ համար գուցե շատ ճակատագրական բան չի թեև հսկայական պատասխանատվություն է։ Այո, Էվա ջան, հիմա ես կուզեմ նկարվեմ Վահեի հետ, ես սիրում եմ լավ մարդկանց հետ նկարվել։ Արեգ ջան մոտիկ արի ինձ, Արեգ ջան, եկեք բոլորով այստեղ նկարվենք, աղջիկներ մոտիկացեք, կպեք իրար, որովհետև մենք մի բուրազգ ենք եւ պետք է իրար կպնենք, օգնենք։ Ուռա դոկֆեստ։ Շնորհակալություն անչափ։ Այո, շնորհակալություն բոլորին, երկու բար Վահեի կողմից։ Սիրելի ժողովուրդ, խոսքը ասված, որ ասում է շները մարդկանց բարեկամներ են։ Չեմ կարծում, որ լինի մի մարդ, ով շան նման հավատարմություն ունենա։ Մարդիկ ուրանում են, մոռանում են, բայց շները երբեք իրանց հավատարմությունը չեն մոռանում ու չեն փոխվում։ Հավատարիմ են մինչև վերջ։ Ու կուզեի, որ բոլոր մարդիկ հավատարիմ մնային իրանց սիրելի մարդկանց։ Շատ շնորհակալություն Վահե ջան իմաստուն խոսքերի համար։ Ես կուզենայի բոլորը ձեր նման լինեին, չէ, քո նման լինեին, դու ունես մտերիմ ես ինձ, որ քո նման։